Մարիա հեռուստասերիալում Աբուլը Լիլիթին տուն է ճանապարհում, երբ հանկարծ Աշոտը զանգում է ու հարցնում, թե ինչու է Լիլիթն ալային ասել, որ 1 ժամով դասի է գնում, բայց իրականում չկա։ Աբուլը վերցնում է հեռախոսը և Աշոտին ասում, որ ցանկանում է խոսել նրա հետ։ Աշոտի համար սա անսպասելի է, բայց Աբուլը հարգալից տոնով ներողություն է խնդրում, որ Լիլիթը ուշացել է։ Աշոտն էլ իր հերթին նշում է, որ ինքը դեմ չէ նրանց հանդիպումներին, պարզապես լավ կլինի, որ հաջորդ անգամ իրեն տեղյակ պահեն։ Չնայած այս իրավիճակը կարող էր տհաճություն առաջացնել, բայց Աշոտը կարծես ավելի դրական է տրամադրված Աբուլի նկատմամբ։ Հետո նա խոսում է նաև Լիլիթի հետ ու ասում, որ ճիշտ է, Աբուլը Ռուբենից հեռու է մեծացել, բայց իր արյան գենը խոսում է նրա մեջ։ Աշոտն ընդունում է, որ Աբուլը լուրջ և պատասխանատու տղա է ու անկեղծորեն ուրախ է, որ նրանք հանդիպում են։ Սա նշանակում է, որ Աշոտը պատրաստ է ընդունել Աբուլին որպես իր դստեր կողակից։ Մյուս կողմից Ռաֆը կրկին հայտնվում է Ռուբենի տանը և այս անգամ նրա խոսակցությունները Մարիայի մասին ստիպում են Ռուբենին կորցնել համբերությունը։ Վերջին շրջանում Ռուբենն ավելի ու ավելի շատ է լսում իր դստեր տառապանքի մասին։ Նա քիչ առաջ Մարիայի հետ խոսում էր Դավիթի մասին, տեսնում, թե ինչպես է Մարիան արտասվում, խոստովանում, որ դեռ սիրում է Դավիթին, բայց Դավիթն անգամ չի ցանկանում իրեն լսել։ Ինչպես պարզվել էր, Դավիթը տուն էր ճանապարհում Մարիային այգում տեղի ունեցած միջադեպից հետո։ Սկզբում ձևացնում էր, թե պատահաբար է հայտնվել այնտեղ, բայց հետո, երբ Մարիային տուն էր ուղեկցում, դարպասների մոտ տեսնելով Ռուբենին, խոստովանել էր, որ իրականում ինքը հատուկ էր գնացել այգի Մարիային փրկելու համար։ Ռուբենն այս ամենը պատմել էր Մարիային, ինչը նրա համար անսպասելի էր, բայց միևնույն է դա իրավիճակը չէր փոխում։ Այս նախադրյալներով հանդերձ Ռուբենն արդեն Ռաֆին այլ կերպ է նայում։ Երբ Ռաֆը կրկին փորձում է խոսել իր և Մարիայի այսպես կոչված հարաբերությունների մասին, Ռուբենը կտրուկ դադարեցնում է նրան, հարցնելով, թե ինչ հարաբերությունների մասին կարող է խոսք լինել, երբ Մարիան երբեք նման բան չի ասել։ Դրան հաջորդում է Ռուբենի ուղիղ հարցը. ինչու է Ռաֆը կեղծ լուրեր տարածել, թե իբր ինքն ու Մարիան հաշտվել են։ Այս հարցն իսկական անակնկալ է Ռաֆի համար։ Նա հասկանում է, որ իր սուտը բացահայտվել է և այժմ ստիպված է արդարանալ։ Ռուբենի վերաբերմունքը հուշում է, որ այլևս պատրաստ չէ լսել Ռաֆի ստերը և հնարավոր է առաջիկա սերիաներում որոշի վերջնականապես հեռացնել նրան իրենց ընտանիքից։ Մինչ այդ Մարիան հանդիպում է Սոֆիային, որը կարծես տեղյակ է այգում տեղի ունեցած միջադեպից։ Նա ակնարկում է, որ գիտի, որ ինչ-որ մեկը Մարիային օգնության է հասել և ավելացնում, որ այդ միջադեպից հետո իր սիրեկանի Արտակի ավտոմեքենան կոտրել են։ Ամենազարմանալին այն է, որ Սոֆյան ակնարկում է, թե դա Դավիթն է արել։ Մարիան ապշում է, լսելով այս պատմությունը։ Արդյոք սա ճիշտ է։ Արդյոք Դավիթը պատրաստ է գնալ այսքան հեռու հանուն Մարիայի։ Հարգելի հետևորդներ, այս անգամ ինչպես կարդարանա Ռաֆը Ռուբենի առաջ, հիմա ինչ կհորինի, որպեսզի արդարացնի իր ստերը։ Բացի այդ հայտնեք կարծիք, թե արդյոք Դավիթը ընդունակ էր կոտրել Արտակի մեքենան հանուն Մարիայի։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապնիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մի խոսքը։ Ռեյսար։ Դե գնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Он Մոսկովա's նման։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես պատմել եւ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։
Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կռիվանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայլության պետք է սկսել նոր կրկնեմ առավոտի 9:30-ից այստեղ եմ, 3:00-ից и վաղ այստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկեք իմերային։ Այո, Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո, այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ։ Ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փող պետք։ Ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարան չէ, մենք կնենց աշխատանք ունենայինք, որ մեր գործը սկսվեր ժամը 3-ից, 3-ին ու 6-ին ավարտվի։ ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ քանը որ։ Նորմալ։ Մարիա ջան, ես արդարա, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց պես Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կան կարող Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի